Բարի լույսը, բարի նորոր սիրելի հեռուստահայտողներ, New Day-ն է արդյունի ուղիղ եթերում ուրախ հրաշալի տրամադրությամբ երկուշաբթի հունիսի 8-ը սկսված է եւ այն շարունակվում է հետաքրքիր ինֆորմացիա եւ նորություններով։ Թարմություն ենք հաղորդում ձեզ հայաստանյան շունչ, Հայաստանից եկած մեր հյուրի հետ միասին կփորձենք բազմաթիվ հետաքրքիր խնդիրներ արծարծել, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվել եւ ինչ է լինելու առհասարակ որոշ անկյուններում, որոշ օղակներում, որոշ դիրքերում, որոշ ծրագրերում, որոնք իրագործվում են հանուն մեր հայրենիքի։ Ով է մեր հյուրը, խնդրեմ Էվա։ Հարգելի հեռուստահայտողներ, այո, բարի լույս ու բարի նորոր, մեր հյուրն արդեն ժամանել է տաղավարումը, միացել է մեզ, իսկ թե ինչ հետաքրքիր թեմաների հետ մասին ենք մենք այսօր զրուցելու, իհարկե պարզ կդառնա, երբ հյուրին ներկայացնեմ, մեր այսօրվա հյուրն է հարգելի Ամալիա Եղոյանը, Գյումրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ հաճելի է ձեզ տեսնել այսօր մեր տաղավարում, բավականին հետաքրքիր այսպես պաշտոն եք զբաղեցնում, հետաքրքիր կենտրոնի։ Հիմա կփորձենք ավելի փակագծերը բացել ու հասկանալ ինչով է զբաղվում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը առհասարակ եւ որ թվականից է առհասարակ ստեղծվել։ Կենտրոնը ստեղծվեց 2005 թվականին եւ այսօր շատ ուրախ եմ այստեղ պատմել կենտրոնի հաջողությունների մասին, քանի որ ինքը ստեղծվեց հենց մեր ամերիկահայ բարերարների եւ հայ օգնության ֆոնդի շնորհիվ, իսկ նպատակը մեկն էր, այն երիտասարդները, ովքեր ավարտում էին բարձրագույն ուսումնական հաստատությունների այլ մասնագիտություններ եւ չէին կարողանում գտնել աշխատանք, ստիված էին լքել Հայաստանը, լքել քաղաքը։ Դրանք ինչպիսի մասնագիտություններ էին։ Տարբեր մասնագիտություններ, մաթեմատիկական, տեխնիկական, լեզուների, դա կապ չուներ։ Առհասարակ յուրաքանչյուր ոլորտի։ Առհասարակ յուրաքանչյուր ոլորտում դժվար էր 2005 թվականին, ինչպես եւ հիմա գտնել աշխատանք Հայաստանում, եւ երբ ամերիկահայ խումբը եկել էր Գյումրի, իրենք հետ են գնում մեկ որոշմամբ, որ Գյումրիում պետք է զարգացնել մարդկային ուղեղը, քանի որ դա միայն այն հումքն է, արկա հումքն է, որի վրա պետք է ներդրում անել։ Եվ դա տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրավորման կենտրոնի հիմամբ կարելի է անել։ Եվ այսպես համախմբվելով այդ գաղափարի շուրջ 2005 թվականին, երբ Գյումրիում չկար նույնիսկ նորմալ ինտերնետ կապ, չկային համակարգիչներ, իրենք ռիսկի դիմեցին եւ ստեղծեցին կենտրոնը, որ պատրաստում է մասնագետներ վեբ ծրագրավորում եւ մոբայլ ծրագրավորում մասնագետներ։ Ինչպես հայտնվեցիք այդ կենտրոնում։ Հետաքրքիր է պատմությունը իմանալ։ Կենտրոնում հայտնվեցի իմ դասախոսի խորհրդով 2007 թվականին, երբ չէի ավարտել ինստիտուտը, վերջին կուրսում էի։ Ինչ մասնագիտության։ Անգլիական, լեզվաբանական։ Ասեց, որ շատ լավ կենտրոն կա Գյումրիում եւ իրենք ունեն ադմինիստրատիվ օգնականի կարիք, վարչական մասի օգնականի կարիք։ Այսպես հուսախաբ գնացի, որովհետեւ մի տեսակ հավատ չունեին, որ կարելի է սեփական ուժերով այնքան էինք արդեն լսել այդ տարբեր կարծիքները, այո, կարծրատիպը կար, բայց կոդրվեց կարծրատիպը, որովհետեւ ուրախությունից հանդիպեցի շատ դրական մարդկանց, ում շնորհիվ աճեցի հենց կենտրոնում եւ 2010 թվականին արդեն դարձա կենտրոնի տնօրեն։ Պես աշխատանքի։ Այն ինչ լինելու է, լինում է միանգամից։ Այո։ Շատ լավ, այսօր Ամալիա, ինչպես է գնահատում տեղեկատվական կենտրոնի արդյունավետությունը, եթե վերածենք միավորների, այսինքն կան միավորների քանակությամբ մի քանի տասնյակ ինստիտուտներ, որ ավարտում են բարձրագույն ուսումնական հաստատություններով լավագույն մասնագետների մեծ քանակություն։ Արդյոք այդ մարդկանց աշխատանքի տեղավորումից բացի այս ծրագիրը ինչ է տալիս, ինչ առավելություն է տալիս ի ցույց աշխարհի, ի ցույց զարգացման ավելի շատ եւ երկրի կայունացման հարցում։ Ամենակարևորը այս ծրագիրը ապակենտրոնացրեց շատ կարևոր ոլորտ մայրաքաղաքից դեպի տարածաշրջան, այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հիմա Գյումրիում զարգանում է։ Ունենք 300 շրջանավարտներ, բոլորը աշխատում են այս պահին, ունենք ավելի շատ աշխատատեղ, քան կարողանում ենք մասնագետ ապահովել եւ մեր առաջ խնդիր ենք թել կրկնապատկել դիմորդների թիվը, որովհետեւ այդ ընկերություններին հուսախաբ չանենք։ Եվ ամենակարևորը ինքը բիզնեսին ուղղորդեց Գյումրի, ուղղորդեց տարածաշրջան եւ ցույց աշխարհի մենք կարողացանք ասել, որ միայն մայրաքաղաքում չի զարգանում այդ ոլորտը, այլ նաեւ շրջաններում։ Շատ հրաշալի է առհասարակ, երբ մեր մտածելակերպից մայրաքաղաքից դուրս գան այդ կենտրոնները։ Այսինքն կենտրոն հասկացողությունը, կենտրոնական բանկային հավաքարկը, ինչպես եւ ծրագրվում էր տարիներ առաջ, բանկային հավաքարկը տեղափոխել այլ մարզ, չգիտեմ, բուհական համակարգերի կառավարումը կամ նախարարությունները տեղափոխել մեկ այլ, որովհետև այդ կենտրոնացում, ինչպես տեսնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չկա կենտրոն,
չկա գլխավոր քաղաք, բոլորն են հրաշալի քաղաքներ են, բոլորն են լավ ճանապարհներ, բոլոր տեղերում կան բուհեր, բոլոր տեղերում կան նույն սուրճի կետերը, ուտելու կետերը, ուսանելու կետերը, ապրելու կետերը, այն նմանատիպ առաջընթաց տեսնում եք իշտորիվ եւ տեխնոլոգիաների կենտրոնը եւ առասարակ այլ օղակների կա այդ շարժումը, փոփոխությունը նկատվում է երկրում։ Երկրում նկատվում է առասարակ այդ փոփոխությունը, միանշանակ նկատվում է, երբ որ հանդիպում էի տարբեր մարդկանց Ամերիկայում, ցավոք իրենց մոտ դեռ այն հին պատկերացումն է Հայաստանի մասին, որ չկան փոփոխություններ, սակայն ուրախություն մեզ այդ փոփոխությունը նկատվում է եւ նույն այդ ընկերությունները, որ գալիս են Գյումրի, ընկերությունների գալու է երիտասարդությունն է մնում Գյումրիում, երիտասարդության մնալու է զուգահեռ նոր սննդի եւ այսինքն կաֆեներ, ռեստորաններ, նոր ժամանցի կենտրոններ են հիմնվում Գյումրիում եւ այսպես այո, զարգացման աճ է նկատվում եւ նույնիսկ երբ որ առաջի օրը գլենդելում էի, մտածում էի, որ շատ ցանցրալի է կյանքը եւ Գյումրիում շատ ավելի ակտիվություն կա, այո։ Այդ դեպքում ուղիղ քայլերով ուղևորվում եք դեպի Ամերիկան, այնտեղ այնքան ակտիվություն կա, շարժում երիտասարդություն։ Ամեն դեպքում այո, Հայաստանում կա այդ փոփոխությունը եւ ինչպես միշտ սիրում եմ նշել, պետք է ոչ թե արտագաղթենք եւ ապրենք Ամերիկայում, այլ պետք է վերցնել ձեր նշած այդ լավ կողմերը, ապակենտրոնացման եւ փորձենք կիրառել Հայաստանում, որտեղ բոլոր պայմանները եւ հնարավորությունները կան։ Էլ չեմ ասում խելքի եւ մտքի ճկունությամբ հայերը չեն զիջում Եթե այո, ոչ ոքի։ Երբ որ շփումներ չունեն։ Իսկ 2005 թվականին Ամելիա, գիտենք, որ նաև օգնության իր ձեռքը մեկնեց Հայ օգնության ֆոնդը, առանց որի երևի թե կենտրոնը չէր կայանա։ Այո, Հայ օգնության ֆոնդի շնորհիվ հիմնվեց կենտրոնը եւ արդեն 10 տարի մեր կրթական մասը ֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը Ամերիկայի բարերարների շնորհիվ։ Սակայն 2010 թվականին այսպես ռազմավարություն մշակեցինք, որ անընդհատ չեն կարող բարերարների աջակցությունից կախված մնալ եւ պետք է դառնանք ինքնաֆինանսավորվող համակարգ եւ ընդառաջ այդ ռազմավարության մենք ինքներս հիմնեցինք մեր հիմնադրամը, հիմնեց GTech Solutions ծրագրավորման ընկերությունը արդեն, որ ասում եմ, ոչ թե գումար տվեք, որ աշխատավարձեր վճարենք, այլ խնդրում ենք մեր ամերիկահայ գործարարներին, որ իրենց նախագծային աշխատանքները, վեբ, մոբայլ ոլորտի պատվերները փոխարենը Հնդկաստան կամ այլ երկրներ ուղարկել, ուղարկեն դեպի Գյումրի, որտեղ մենք ունենք 20 հոգանոց թիմ ծրագրավորողների, մասնագետների եւ իրենք մրցունակ են եւ կարողանան կատարել այդ աշխատանքները, աշխատավարձ ստանալ եւ այլևս չմտածել քաղաքը լքելու մասին։ Բավականին լուրջ քայլեր են ծավալվում։ Հետաքրքիր է, իսկ ուսանողները որ կուրսից արդեն կարող են գան իրենց ստաժը փորձել ձեռք բերել աշխատանքային ու գուցե այնուհետև ձեր օգնությամբ բնականաբար աշխատանքի տեղավորվել, որովհետև ինչպես մեր նախնական զրույցի ժամանակ Ամալյան ասաց, գրեթե 100%-անոց արդյունք կա, երբ ուսանողները աշխատանքի են տեղավորվում։ Այո, ունենք այդ արդյունքը եւ ուսանողները, երբ օրինակ հիմնականում մեզ մոտ գալիս են պոլիտեխնիկի շրջանավարտները, իրենք ավարտում են, իրենք կարող են 2 տարի վերապատրաստվել կենտրոնում, որտեղ դասավանդում են Երևանում գործող ծրագրավորման ընկերությունների Synopsys, Synergy եւ այլ ընկերությունների աշխատակիցները եւ ստանում են իրենք զուտ գործնական գիտելիքներ ծրագրավորման ոլորտում։ 1 տարի սովորելուց հետո մենք ունենք պայմանագրեր եւ հուշագրեր Երևանում, Գյումրիում գործող ընկերությունների հետ, իրենք անցնում են արտադրական պրակտիկա, որից հետո արդեն գրեթե բոլորը ընդունվում են աշխատանքի եւ ունեն ռեալ աշխատանքային պայմանագրեր։ Եվ ես մինչև այստեղ եմ ամեն օր նամակ եմ ստանում, որ ելի կադրեր են պետք ընկերություններին եւ այսպես հիմա ավելի շատ կա աշխատատեղ, քան մասնագետ։ Իսկ ինչով է պայմանավորված այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հանգստյան թե աշխատանքային այց է։ Իհարկե աշխատանքային այց է, հայ կրթական հիմնարկությունը հանձինս Ալեք Բաղդասարյանի կազմակերպեց այս այցը, իրենց հետ մենք Արցախում ենք իրենց աջակցությամբ իրականացնում ծրագրեր Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում եւ այն թիրախային շրջաններում, որտեղ չկար այդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, հայ կրթական հիմնարկության շնորհիվ մեր մասնագետները գնացին եւ իրականացրեցին ծրագրավորման ուսուցում։ Եվ քանի որ Ալեկը Հայաստանում էր եւ հասկացավ, տեսավ, որ GTech-ում մենք ունենք պրոյեկտների կարիք եւ որ այդ տեղեկատվությունը Ամերիկայում պետք է ավելի լայնածավալ տարածել, ինքը կազմակերպեց այս այցը եւ նաեւ պլանավորվեցին հանդիպումներ տեղի ՏՏ ոլորտի ընկերությունների, բիզնեսների հետ եւ պետք է ասեմ, որ բավականին հաջողված եւ արդյունավետ հանդիպումներ ունեցա եւ հույս ունեմ, որ երբ հետ գնամ, իմ հետևից շատ աշխատանքներ եւ պրոյեկտներ են գալու Գյումրի։ Առաջին այցներ նահանգներ։ Այս դեպի այս app, այսինքն արևմտյան app առաջին այցներ, արևելյան app Նյու Յորք, Բոստոն եւ Ֆիլադելֆիայում եղել էի, նորից նույն առաքելությամբ։ Տարբերությունը զգացիք։ Այստեղ հայկական app-ն է ավելի շատ։
Առաջին օրը մտածում եմ ինչ լեզվով է պետք խոսել, հայերեն թե անգլերեն։ Անգլերենը պետք չէ, բնականաբար հայերեն։ Նույնիսկ կարող եք Starbucks-երում մտնել եւ ասել մեկ հատ սուրճ կտան, արդեն այնքան գիտեն այդ երևույթի մասին։ Շատ լավ է ու հաճելի, երբ կարողանում են գտնել կապը, կարողանում են գտնել կարևորությունը եւ առասարակ եւս մեկ անգամ փաստում ենք Սփյուռքում ապրող հայ հասարակության եւ ներդրումները եւ ցանկությունը տեսնել ավելի բարեկարգված ու կատարելագործված մեր երկրի երիտասարդությունը, որոնք ծնվում են այս տարիներին, ծնվում են հատկապես մեր դժվարին տարիներին մանկություն ունեցած երեխաները, որոնք եթե ավելի կարևորված են երկրի համար, այո, այս սերունդը կարծես մի տեսակ շատ խառը ժամանակաշրջանում ծնվեց եւ մեծացավ, բայց փառք Աստծո, որ ամեն ինչ լավ է։ Առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի առաջիկա ծրագրերը իր ողջ աշխատակազմով ինչպիսին են մոտ ժամանակներս։ Ինչպիսի հաջողված ծրագրեր գուցե ունեք, որոնք արդեն պատմության գիրկն են անցել։ Երբ որ նոր էինք սկսում մեր բիզնեսի հատվածը, այսինքն GTech Solutions ընկերությունը եւ մարդկանց ասում էինք, այսինքն բիզնեսներին, որ մենք կարող ենք դες համար մրցունակ վեբ կայքեր գրել կամ search engine optimization ծրագրեր անել, մտավախություն ունեինք, որ ինչ որ սխալներ ենք անելու եւ չի ստացվելու։ Եվ փառք Աստծո այդպես էլ եղավ սկզբում։ Այսինքն շատ սխալվեցինք, շատ անգամներ չստացվեցին մեր պրոյեկտները, բայց արդյունքում մեր թիմը ուժեղացավ։ Այսինքն սովորելով սխալների վրա ուժեղացավ ի շնորհիվ այն պատվիրատուների, ովքեր մեզ նայում էին ոչ թե Հայաստանում գործող եւ կատարող ընկերություն, այլ որպես համագործակցող կողմ եւ իրենց նաեւ ամերիկյան փորձն էին մեզ տալիս եւ սովորեցնում էին ինչպես ճիշտ առնել մրցունակ։ Եվ այսպես այդ փորձությունները հաղթահարելով հիմա ունենք մեկ նպատակ եւ անելիքները, որ ավելի շատ պրոյեկտներ փորձենք բերել կենտրոն, որովհետեւ դա կնպաստի աշխատատեղերի ավելացմանը կենտրոնում, պլաններում առաջիկա այդպիսին է եւ իմ հանդիպումների նպատակն է այդպիսին եւ հիմա մի փոքր ավելի վստահ ենք ասում, որ կենտրոնը մրցունակ է վեբ եւ մոբայլ ոլորտում եւ մենք կարողանանք հնդիկների նման, եթե ոչ առավել մրցունակ ծրագրեր առաջարկել բիզնեսին։ Այնու դա ասացիք, որովհետեւ այսպես շատ հակիրճ նաեւ դրա մասին խոսենք, որ իսկապես կամի կարծրատիպ, երբ գումար ներդրողները կամ ծրագրեր իրագործողները միշտ չէ որ հավատում են հենց հայկական ուժերին ու ավելի ըստ իրենց ավելի զարգացած երկրներին են վստահում ու դա օտարամոլության տենդենսն է, որը կամաց պետք է վերացնենք։ Կարծում եք այդ կարծրատիպն արդեն կոտրվել է։ Կարծում եմ չի կոտրվել ամեն դեպքում Լոս Անջելեսում եւ Կլենդելում, երբ որ հանդիպում էի, հիմնականում ավագ սերունդներ 50-ից բարձր եւ իրենց մոտ կա այդ կարծրատիպը չհավատալու, բայց ես Հայաստանում, չէ՞։ Այո, շատ ծանր է, բայց ես միայն մեկ բան կարող եմ այս դեպքում ասել, որ մենք ունենք սերնդափոխություն Հայաստանում եւ երիտասարդ սերունդը ավելի ճկուն է մտածում, ավելի պատրաստ է աշխատելու, ավելի քիչ է իր հույսը դնում դրսից ուղարկած դրամի վրա, որ բարեկամներն են ուղարկում։ Ես չեմ կարող ասել այն սովետական ժամանակաշրջանում ինչեր են տեղի ունեցել Հայաստանում։ Այն ժամանակ ընդհանրապես չէին թողում, որովհետև դոլար մուտք չէր գործում։ Բայց բոլոր դեպքերում այո, սեփական ուժերի վրա հիմնվել եւ որ ամենակարևորն այսօր ինչպես ասացիք, կենտրոնն ունի բավականաչափ մի քանի հարյուրի հասնող աշխատողներ, համագործակիցներ։ Այո, մենք ունենք մի քանի հարյուրի հասնող համագործակիցներ շենքում, տարբեր ընկերություններ, մենք ունենք մեր շրջանավարտներից ստեղծած սեփական բիզնեսներ, որ համաշխարհային բանկն է աջակցում այդ սկսնակ ընկերությունների ձևավորմանը։ Ունենք ի վերջո անկախ մտածող սերունդ։ Շատ լավ է, շատ լավ է։ Հարցից նպատակն ինչ է։ Այսօր ընկերությունը կկարողանա իրագործել բազմաթիվ լուրջ ընկերությունների վեբկայքեր ստեղծելով եւ այլ աշխատանքներ, չէ՞։ Այո։ Այո, դիմենք մեր բոլոր բարերարներին եւ գործարարներին ավելի ճիշտ։ Բարերարություն ասված այստեղ մի փոքր այլ խնդիր է։ Թույլ տվեք երիտասարդ սերնդին, ես առասարակ միջին տարիքի լինելով արդեն, բայց բավականին տարիներ է շատ վստահությամբ եմ լցված երիտասարդության նկատմամբ։ Եթե չտաս դաշտ երիտասարդին, նա չի կարողանա գործել։ Եթե ես ճիշտ եմ բեմը արտաքից եւ ինձնից 1, 2, 3 սերունդ փոքր երիտասարդին չհանեմ, իմ փոխարեն բեմ, նա չի ունենա հնարավորություն ցույց տալու իր ունեցածը, իր պոտենցիալը, իր գիտելիքները։ Այսօր եւս կենտրոնում ոչ թե բարերարություն գործենք, այլ համագործակցություն փնտրենք եւ իհարկե արդեն Շանթը միշտ պատրաստ է դառնալ կապող օղակ, երբ մենք կկարողանանք ձեզ կապել ընկերության հետ, արեք մեր հեռախոսահամարներով եւ փորձեք ձեր բիզնեսների համար փնտրել նոր աչքեր, հայ աչքեր, իհարկե, նոր մտածողություն, հայ մտածողություն եւ հայ երիտասարդությունը, որոնք կկարողանան ձեր բիզնեսի մատուցման տարբերակները ինտերնետային վեբ կայքերով կամ առասարակ PR ակցիայով, որ իրականացում է այսօր, իրագործել նորովի եւ կունենաք նոր համագործակիցներ եւ իհարկե կբարելավվենք մեր Հայաստանում, հատկապես Գյումրիի գոտում, Աղետի գոտում, որը դեռևս անցած 27 տարիների ընթացքում փորձում է վերականգնվել, որքանով ստացվում է մեր օգնությամբ, իր ուժերով եւ առասարակ։ Սա կլինի համագործակցությունը կլինի ամենամեծ ներդրումը, որը դուք իրականացնեք։
Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել նման երիտասարդ, բայց այդքան հայ եւ այդքան ուժեղ, այդքան գեղեցիկ կառույց ղեկավարող եւ համագործակիցներին շնորհակալություն, ովքեր կարողանում են հավատալ համագործակցել եւ ներդրման առումով եւ աշխատանքային առումով։